Բարև ձեզ, սիրելի ընկերներ, ես Անահիտն եմ, բուժքույր։ Իմ աշխատանքի տարիներին շատ անգամ եմ լսել բժիշկների փորձը և հատկապես մեկ փորձառու օտոլարինգոլոգի Անդրեյ Գրոմովին։ Նա 30 տարի աշխատել է և հազարավոր հիվանդների է տեսել նույն խնդրով՝ փակված քիթ, սինուսիտ, անվերջանալի մրսածություն, որը շաբաթներով չի անցնում։ Իսկ ամենացավալին այն է, որ շատերին կարելի էր բուժել տանը, առանց հակաբիոտիկների, առանց թանկարժեք դեղերի և ամենակարևորը առանց այդ վախեցնող պրոկոլի։ Այո, այն վիրահատությունը, որից բոլորը վախենում են։ Հիմա դուք դիտում եք այս տեսանյութը և գուցե հենց այս պահին ձեր քիթը փակ է կամ վերջերս հիվանդացել եք, բայց դեռ չեք կարողանում ազատ շնչել։ Կամ ինչը ամենավտանգավորն է, ամիսներով ձգվում է այդ անհասկանալի մրսածությունը, որը գալիս ու գնում է։ Իսկ այն, ինչ հիմա կպատմեմ, կարող է ընդմիշտ ազատել ձեզ վիրաբույժի մոտ գնալու անհրաժեշտությունից։ Սա չափազանցություն չէ։ Ամեն տարի մեր երկրում միլիոնավոր մարդիկ հիվանդանում են սինուսիտով, միլիոնավոր։ Եվ ահա ինչն է սարսափելի, վիճակագրությամբ յուրաքանչյուր 5-րդ սուր սինուսիտը դառնում է քրոնիկ, յուրաքանչյուր 5-րդ։ Իսկ դա նշանակում է, որ մարդը տառապում է տարիներով, մշտական փակվածություն, գլխացավեր, ծանրություն դեմքի շրջանում, զգացողություն, որ գլուխը բամբակով է լցված, վատ քուն, խռմփոց, առավոտյան արթնանում ես արդեն հոգնած, որովհետև գիշերը չես կարողացել նորմալ շնչել։ Եվ ամենաթխուրը, շատերը կարծում են, թե սա նորմալ է, թե տարիքի հետ պետք է այդպես լինի, որ ոչինչ անել հնարավոր չէ։ Իսկ ես ձեզ կասեմ, սա նորմա չէ, և շատ բան կարելի է անել։ Բժիշկը տարիների ընթացքում հավաքել է 3 պարզ տնային միջոց, որոնք իրականում աշխատում են։ Ոչ մի էկզոտիկ խոտաբույս Տիբեթից, ոչ թանկ սարքեր։ Սա այն է, ինչ գրեթե յուրաքանչյուր տանը կա, այն ինչով բուժվել են մեր տատիկներն ու պապիկները։ Նրանք դա անում էին ինտուիտիվ, իսկ հիմա ես կբացատրեմ, ինչու է դա աշխատում բժշկության տեսանկյունից։ 3 միջոց։ Առաջինը հանում է այտուցը, այտուցը, հիշեք այս բառը, այտուցը քթի բոլոր խնդիրների արմատն է։ Երկրորդը ուժեղացնում է արյան հոսքը և օգնում օրգանիզմին ինքնուրույն պայքարել վարակների դեմ։ Երրորդը ամենաուժեղը, այն կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր պատուհանագոգին, բայց քչերը գիտեն, թե ինչպես ճիշտ օգտագործել։ Այն բառացիորեն դուրս է բերում ամբողջ վարակը սինուսներից մի քանի րոպեում։ Երբ բժիշկը պատմում է հիվանդներին, նրանք չեն հավատում, բայց հետո զանգում ու շնորհակալություն հայտնում։ Հիմա ես ձեզ մի բան կխնդրեմ։ Եթե դուք գոնե մեկ անգամ տառապել եք փակված քթից, գրեք մեկնաբանություններում այս բառերը. Ես ուզում եմ շնչել, պարզապես ես ուզում եմ շնչել։ Ինձ համար կարևոր է հասկանալ, թե քանի մարդ է տառապում այս խնդրից, և անկեղծ ասած, հաճելի կլինի իմանալ, որ այս տեսանյութը դիտում են իրական մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն։ Եվ ևս մի խնդրանք, եթե դեռ չեք բաժանորդագրվել այս ալիքին, բաժանորդագրվեք հենց հիմա և սեղմեք զանգի նշանը։ Բնական առողջություն ալիքում ես պարբերաբար տեղադրում եմ նման բաղադրատոմսեր, պարզ, հասանելի, ժամանակի և բժշկության կողմից ստուգված, առանց ավելորդ խոսքերի, առանց տեղերի գովազդի, միայն այն, ինչ իրականում օգնում է։ Իսկ հիմա եկեք հասկանենք, թե ինչու են առաջանում այս բոլոր մրսածությունները և սինուսիտները, և ինչպես պայքարել դրանց դեմ։ Որպեսզի հաղթենք թշնամուն, պետք է ճանաչենք նրան։ Ուստի նախ կբացատրեմ պարզ լեզվով, թե ինչ է տեղի ունենում ձեր քթում, երբ սկսվում է մրսածություն կամ սինուսիտ։ Առանց այս հասկանալու դուք կբուժվեք կույր, իսկ ես ուզում եմ, որ դուք հասկանաք ինչ եք անում և ինչու է դա աշխատում։ Տեսեք, մեր քիթն ու քթագեղձը օրգանիզմի մուտքի դարպասներն են։ Ամեն ինչ թռչում է օդում, փոշի, բակտերիաներ, վիրուսներ, առաջին հերթին այստեղ է հայտնվում, և բնությունը դա շատ լավ է հասկացել, երբ մեզ ստեղծել է։ Ուստի քթում և կոկորդում կառուցված է հզոր պաշտպանական համակարգ։ Առաջին գիծը լորձաթաղանթը։ Այն մշտապես արտադրում է լորձ։ Ինչու՞։ Որպեսզի բոլոր այդ միկրոբները և փոշումասնիկները կպչեն նրան, ինչպես ճանճերը կպչուն ժապավենին։ Իսկ հետո մենք այդ լորձը կամ կուլ ենք տալիս և այն ստամոքսում ոչնչացվում է աղաթթվով, կամ փչում ու դուրս ենք բերում։ Հանճարեղ համակարգ չէ։ Երկրորդ գիծը՝ կոկորդի լիմֆոիդ հյուսվածքը։ Մեր նշագեղձերը, ադենոիդները դա սահմանապահներն են, որոնք բռնում են այն ամենը, ինչ անցել է առաջին պատնեշը։ Եվ այս համակարգը կատարյալ է աշխատում այնքան ժամանակ, քանի դեռ չի լինում մեկ բան՝ այտուց։ Հիշեք այս բառը։ Լորձաթաղանթի այտուցը թիվ 1 թշնամին։ Ինչ է լինում, երբ լորձաթաղանթը այտուցվում է։ Այն ուռչում է, ինչպես սպունգ, քթի անցքերը նեղանում են, իսկ պատկերացրեք լորձը շարունակում է արտադրվել, միկրոբները շարունակում են կպչել, բայց դուրս գալ չի կարող։
ամեն ինչ փակված է, եւ այդ լորձը սկսում է կանգնել, կուտակվել, իսկ որտեղ կանգ է, այնտեղ վարակ է։ Բակտերիաները սիրում են այդ միջավայրը՝ տաք, խոնավ, փակ, իդեալական պայմաններ բազմացման համար։ Եվ ահա արդեն ոչ թե սովորական մրսածություն, այլ սինուսիտ, ֆրոնտիտ կամ այլ բորբոքում։ Իսկ մարդիկ ինչ են անում։ Վազում են դեղատուն, կաթեցնում կաթիլներ, նավտիզին, նազիվին եւ այլն։ Մի քանի ժամ քիթը շնչում է, հետո ամեն ինչ կրկնվում է։ Կաթեցնում են նորից ու նորից, հետո կախվածություն է առաջանում, եւ առանց այդ կաթիլների արդեն չեմ պատկերացնում։ Եվ ահա ես ձեզ կասեմ կա մի պարզ միջոց, որը գրեթե յուրաքանչյուր տանը կա։ Սովորական սննդային սոդան։ Այո, հենց այն սոդան, որով խմոր եք պատրաստում կամ լվանում եք լվացարանը։ Սա ձեր առաջին օգնականն է փակված քթի դեմ պայքարում։ Ինչու է սոդան աշխատում։ Երբ սոդան լուծում եք եռացրած ջրում, ստացվում է թույլ լուծույթ։ Իսկ ալկալային միջավայրը երկու կարևոր բան է անում։ Նախ այն հանում է լորձաթաղանթի այտուցը, սա բժշկության մեջ հաստատված փաստ է։ Երկրորդ այն հեղուկացնում է խիտ լորձը, որը փակել է ձեր անցքերը։ Լորձը դառնում է ավելի հեղուկ եւ սկսում է դուրս գալ։ Հիմա պատմում եմ ինչպես ճիշտ անել։ Լսեք ուշադիր։ Վերցնում եք ոչ լիքը թեյի գթալ սոդամ, մոտ 2 փոքր գթալ։ Լցնում եք 1 բաժակ եռացրած ջրի մեջ, լավ խառնում։ Կտեսնեք, որ գազի պղպջակներ են դուրս գալիս։ Սպասեք մինչև դրանք դադարեն եւ լուծույթը սառչի։ Այն պետք է դառնա սենյակային ջերմաստիճանի կամ մի քիչ տաք, ոչ շատ տաք, որպեսզի չվնասեք լորձաթաղանթը։ Հետո վերցնում եք սովորական բժշկական շպրից, 10-20 մլ-անոց, ասեղը հանում եք, այն պետք չէ։ Լցնում եք լուծույթը։ Հետո պարկում եք մեջքի վրա, գլուխը մի քիչ հետ եք գցում եւ դանդաղ շատ զգուշորեն լցնում եք 1-2 մլ լուծույթ յուրաքանչյուր քթանցքում։ Լցրեք մեկում, պարկեք 15-20 վայրկյան, թող լուծույթը տարածվի, հետո մյուսում նույնը։ Ձեր նպատակը, որ այդ լուծույթը ծածկի հնարավորինս մեծ մակերես։ Եվ ահա ինչ է սկսում տեղի ունենալ բառացիորեն 1-2 րոպեում։ Քթից սկսում է հոսել, դուք սկսում եք փրշտալ, փչել, զգում եք, որ ինչ-որ բան տեղից շարժվեց։ Սա այտուցն է, որը հեռանում է, սա լորձն է, որը վերջապես դուրս է գալիս։ Նստեք այդպես 15-20 րոպե, պարբերաբար փչելով, եւ կզգաք, որ քիթը սկսում է շնչել, առանց կաթիլների, առանց քիմիայի, միայն սոդա եւ ջուր։ Կարելի է անել օրը 2-3 անգամ, հատկապես լավ է առավոտյան, քնելուց հետո, երբ ամբողջ գիշեր լորձը կուտակվել է, եւ երեկոյան, քնելուց առաջ, որպեսզի գիշերը նորմալ շնչեք։ Բայց անկեղծ ասեմ, սոդան միայն առաջին քայլն է, այն հանում է այտուցը եւ օգնում է լորձին դուրս գալ, բայց որպեսզի օրգանիզմը իսկապես հաղթի վարակին, նրան պետք է օգնություն, պետք է ուժեղացնել արյան հոսքը այդ տեղում, որովհետեւ հենց արյան միջոցով են գալիս իմունային բջիջները, որոնք ոչնչացնում են բակտերիաները։ Եվ այստեղ է, որ երկրորդ միջոցն է գործում։ Այն ուժեղացնում է սոդայի ազդեցությունը բազմակի անգամ, եւ այն ավելի պարզ է, քան սոդան։ Երկրորդ միջոցը տաքացնելը։ Այո, հին բարի տաքացումը, որով մեզ բուժում էին մայրիկներն ու տատիկները։ Եվ գիտեք ինչ, նրանք լիովին ճիշտ էին, պարզապես չգիտեին ինչու է դա աշխատում։ Երբ տաքացնում եք քթի եւ սինուսների շրջանը, տեղի է ունենում հետեւյալը. արյան անոթները լայնանում են, արյունը ավելի ակտիվ է հոսում այդտեղ։ Իսկ ինչ է արյունը։ Դա պարզապես կարմիր հեղուկ չէ, դա տրանսպորտ է։ Երբ արյունը գալիս է հիվանդ տեղը, նրա հետ գալիս են նաև լեյքոցիտները, մեր իմունային բջիջները, մեր ներքին զինվորները, որոնք ոչնչացնում են բակտերիաները։ Որքան շատ արյուն է հոսում, այնքան ավելի շատ զինվորներ են հայտնվում մարտի դաշտում, եւ օրգանիզմը ավելի արագ է հաղթում վարակին։ Բացի այդ, ջերմությունը ինքնին հեղուկացնում է լորձը, այն դառնում է ավելի թեթև եւ հեշտ դուրս է գալիս։ Հիմա պատմում եմ, թե ինչպես ճիշտ անել տաքացումը։ Միջոցը փորձված է պարզ եւ անվտանգ։ Ձեզ պետք է սովորական մաքուր բամբակյա գուլպա եւ լցոնիչ, խոշոր աղ կամ հնդկաձավար։ Կարելի է նաև բրինձ, բայց հնդկաձավարն ու աղը ավելի լավ են պահում ջերմությունը։ Գուլպայի մեջ լցնում եք մոտ 1 բաժակ։ Կապում եք, որ ոչինչ չթափվի, հետո պետք է տաքացնել, ամենալավը 4 թավայի վրա։ Դնում եք միջին կրակի վրա, պարբերաբար շրջում, որ հավասար տաքանա։ 3-4 րոպե եւ պատրաստ է։ Կարևոր է գուլպան պետք է լինի հաճելի տաք, բայց ոչ այրող։ Սկզբում դնում եք դաստակի ներսի կողմում։ Եթե հաճելի է, կարող եք դնել դեմքին։ Եթե այրում է, թողեք մի քիչ սառչի կամ փաթաթեք բարակ սրբիչով։ Հիմա դնում եք տաք գուլպան քթի կողքի հատվածում։ Եթե խնդիրը նայտոսկրերի տակ գտնվող սինուսներում է։ Եթե խնդիրը ճակատային սինուսներում է, դնում եք ճակատին, հոնքերի վերևում։ Պարկեք այդպես 15-20 րոպե։ Կարող եք նույնիսկ թեթև քնել։ Շատ հանգստացնող է։ Բայց հիմա շատ կարևոր բան։ Խնդրում եմ հիշել։ Տաքացնել չի կարելի, եթե կա սուր թարախային փուլ։ Եթե քթից գալիս են խիտ դեղին կամ կանաչ արտազատումներ, տհաճ հոտով, եթե կա ուժեղ ցավ, եթե ջերմությունը բարձրացել է 37.5-ից, տաքացնել չի կարելի։
Այդ դեպքում տաքացումը միայն կվատթարացնի վիճակը եւ կարող է բերել բարդությունների։ Ինչպես հասկանալ կարելի է տաքացնել թե ոչ։ Կարելի է, եթե մրսածությունը նոր է սկսվում, արտազատումները թափանցիկ կամ մի քիչ սպիտակավուն են, ուժեղ ցավ չկա, ջերմությունը նորմալ է կամ քիչ բարձր։ Չի կարելի, եթե հիվանդությունը արդեն ուժեղ է, արտազատումները դեղին կամ կանաչ են, խիտ, կա ուժեղ ցավ, բարձր ջերմություն, գլխացավ։ Եթե կասկածում եք, ավելի լավ է չտաքացնել կամ գնալ բժշկի։ Անվտանգությունը առաջին տեղում։ Եվ ահա մի գաղտնիք։ Տաքացումը եւ սոդայով լվացումը միասին աշխատում են բազմակի անգամ ավելի լավ, բայց պետք է անել ճիշտ հերթականությամբ։ Սկզբում տաքացում 15-20 րոպե։ Այդ ընթացքում անոթները լայնանում են, արյունը հոսում է, լորձը փափկում է։ Եվ հենց հետո, երբ ամեն ինչ դեռ տաք է, անում եք սոդայով լվացում։ Արդյունքը հիանալի է։ Լորձը, որ փափկել էր, բառացիորեն դուրս է գալիս։ Կարող եք փորձել այս համադրությունը եւ ինքներդ կզգաք տարբերությունը։ Կանային մեկ այլ տաքացման միջոց՝ գոլորշու ինհալացիա, հին բարի միջոց։ Տաք ջուր եք լցնում կաթսայի մեջ, ոչ եռացրած, մի քիչ սառած։ Թեքվում եք կաթսայի վրա, գլուխը ծածկում սրբիչով եւ շնչում եք տաք խոնավ գոլորշին 10-15 րոպե։ Ինչ է տալիս։ Տաք խոնավոթը ներսից տաքացնում է շնչուղիները, խոնավացնում է չորացած լորձաթաղանթը, հեղուկացնում է խիտ լորձը։ Դրանից հետո շնչելը հեշտանում է, փչելը նույնպես։ Միայն զգույշ եղեք, շատ չթեքվեք, եռացրած ջուր մի օգտագործեք։ Գոլորշու այրվածքը շատ ցավոտ է։ Դիմակը պահեք այնպիսի հեռավորության վրա, որ տաք լինի, բայց չայրի։ Կաթսայի ջրի մեջ կարելի է ավելացնել խոտաբույսեր՝ երիցուկ, գայլուկ, էվկալիպտ, նանե։ Դրանք ուժեղացնում են ազդեցությունը, տալիս հակաբորբոքային եւ հակասեպտիկ արդյունք։ Այսպիսով մենք արդեն քննարկեցինք երկու միջոց՝ սոդայով լվացում, հանում է այտուցը եւ դուրս բերում լորձը, տաքացում, ուժեղացնում է արյան հոսքը եւ օգնում օրգանիզմին պայքարել վարակների դեմ։ Միասին դրանք աշխատում են որպես թիմ։ Բայց ես խոստացել էի 3 միջոց։ Եվ ահա ամենահետաքրքիր միջոցը։ Այն կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր պատուհանագոգին։ Շատերը աջեցնում են, բայց չեն էլ պատկերացնում, թե ինչ ուժեղ բան է։ Դա կալանխոեն։ Կալանխոեն պարզ անպահանջ տնային բույս, մսոտ տերևներով։ Շատերը պահում են պարզապես որպես ծաղիկ, բայց իրականում այն հզոր տեղամիջոց է մրսածության եւ սինուսիտի դեմ։ Ինչպես է աշխատում։ Նրա հյութում կան նյութեր, որոնք գրգռում են քթի լորձաթաղանթը, եւ այդ գրգռումը առաջացնում է ուժեղ փռշտալու ռեֆլեքս։ Դուք սկսում եք փռշտալ ոչ թե 1-2 անգամ, այլ ամբողջ շարքով, եւ յուրաքանչյուր փռշտոցով դուրս է գալիս այն ամենը, ինչ կուտակվել էր՝ լորձ, թարախ, կեղևներ։ Ոչ մի լվացում չի կարող ստեղծել այնպիսի ճնշում, ինչպիսին փռշտոցն է։ Սա կարծես փոշեկուլ լինի ձեր քթի համար, բայց ներսից։ Ինչպես անել։ Վերցնում եք 2-3 մսոտ տերև, լավ է ներքևից, կարող եք պահել սառնարանում 2-3 օր, որպեսզի ակտիվ նյութերը ուժեղանան։ Հետո մանրացնում եք, քամում հյութը։ Կարելի է մաքուր օգտագործել կամ եթե առաջին անգամ եք փորձում, խառնել եռացրած ջրի հետ 1-1։ Հյութը կաթեցնում եք քթում, 2-3 կաթիլ յուրաքանչյուր անցքում։ Սկզբում մի քանի վայրկյան ոչինչ, հետո թեթև խայթոց, եւ հետո սկսվում է։ Դուք սկսում եք փռշտալ անընդհատ։ Սա հենց այն է, ինչ պետք է։ Պատրաստեք շատ թղթե անձեռոցիկներ։ Արդյունքը կզգաք արդեն առաջին անգամից։ Քիթը կշնչի այնպես, կարծես մրսածություն չի էլ եղել, բայց կա մեկ թերություն։ Ոչ բոլորին է դուր գալիս այդ ուժեղ փռշտալը։ Ոմանց համար դա ծանր է, իսկ նրանց համար, ովքեր ունեն նուրբ անոթներ կամ հակված են քթային արյունահոսության, պետք է զգույշ լինել։ Եվ այստեղ օգնության է գալիս երկրորդ բույսը՝ ալոեն, այն ավելի մեղմ տարբերակ է։ Ալոեն նույնպես մսոտ տերևներով է, նույնպես անպահանջ եւ նույնպես օգնում է, բայց նրա հյութը չի առաջացնում այդպիսի ուժեղ փռշտոց։ Այն գործում է մեղմ, հանում է բորբոքումը, խոնավացնում է լորձաթաղանթը, օգնում է վերականգնվել։ Ալոեն ունի հզոր հակաբակտերիալ հատկություններ։ Այն անմիջապես լորձաթաղանթի վրա ճնշում է միկրոբների բազմացումը։ Բացի այդ, ալոեն խթանում է տեղային իմունիտետը։ Ինչպես օգտագործել ալոեն։ Նույն սկզբունքը։ Տերևներից հյութ եք ստանում։ Լավ է, եթե տերևները մի քանի օր պահեք սառնարանում։ Հետո մանրացնում եք, քամում հյութը։ Կա եւս մեկ բաղադրատոմս, որը ուժեղացնում է ալոեի ազդեցությունը։ Խառնեք ալոեի հյութը մեղրի հետ։ Մեկի դիմաց մեկը։ 1 գթալ հյութ, 1 գթալ մեղր։ Լավ խառնեք մինչև դառնա միադարզանգված։ Այս խառնուրդը պարզապես հրաշք է։ Մեղրը ինքնին ունի հակաբակտերիալ հատկություններ, իսկ ալոեի հետ միասին ստացվում է հզոր հակաբորբոքային միջոց։ Կաթեցնում եք 2-3 կաթիլ յուրաքանչյուր քթանցքում, օրական 3-4 անգամ։ Ազդեցությունը ոչ այնքան արագ է, որքան կալանխոեի դեպքում, բայց ավելի մեղմ եւ հաճելի է։
Հարմար է նրանց համար, ովքեր չեն ուզում փշտալ մինչև արդյունքներ։ Հիմա եկեք հասկանանք, երբ ինչ օգտագործել։ Կալանխոեն շտապ օգնություն է, երբ քիթը լրիվ փակ է եւ պետք է արագ մաքրել։ Երբ սինուսներում կուտակվել է շատ լորձ եւ պետք է դուրս բերել։ Երբ արդեն անհնար է դիմանալ եւ պետք է արագ արդյունք։ Կաթեցրիք, փշտացիք, շնչեցիք։ Սա արտակարգ միջոց է։ Իսկ ալոեն մեղրով ավելի երկարատև, ավելի մեղմ բուժում է։ Երբ պետք է հանել բորբոքումը, օգնել լորձաթաղանթին վերականգնվել, ճնշել վարակը։ Կարելի է կաթեցնել 5-7 օր շարունակ, նույնիսկ երբ սուր փուլն արդեն անցել է, որպեսզի արդյունքը ամրապնդվի։ Կարելի է նաև համադրել երկու միջոցները։ Առավոտյան կալանխոե, որպեսզի լավ մաքրվի ամեն ինչ։ Օրվա ընթացքում եւ գիշերը ալոե մեղրով, որպեսզի բուժի եւ վերականգնի։ Աշխատում է հիանալի։ Իդեպ ում տանը կա կալանխոե, գրեք մեկնաբանություններում կա։ Իսկ եթե չկա, գրեք կգնեմ։ Հետաքրքիր է տեսնել, թե քանի հոգի արդեն ունի այս հրաշք բույսը եւ քանի հոգի հիմա կգնա այն փնտրելու։ Ավելին, այն արժե կոպեկներ, իսկ օգուտը միլիոն։ Հիմա ես ամեն ինչ կհավաքեմ միասին, կպատմեմ ինչ հերթականությամբ կիրառել այս միջոցները, որպեսզի ստանաք առավելագույն արդյունք։ Եվ կբացատրեմ, երբ է պետք գնալ բժշկի, որպեսզի չվատթարանա վիճակը։ Սա կարևոր է։ Այսօր մենք խոսեցինք 3 պարզ տնային միջոցների մասին, որոնք կօգնեն հաղթահարել մրսածությունը, սինուսիտը եւ գթագեղձի այլ խնդիրները։ Առանց թանկարժեք տեղերի, առանց հագաբիոտիկների, առանց թավոտ պրոցեդուրաների։ Կարճ կրկնենք։ Առաջին միջոց՝ սոդայով լուծույթ։ Թեյի գթալի լիքը սոդա եռացրած ջրի մեջ։ Սառեցնել, լվանալ քիթը շպրիցով առանց ասեղի։ Հանում է այտուցը, հեղուկացնում լորձը, վերականգնում շնչառությունը։ Երկրորդ միջոց՝ տաք կոմպրես։ Աղ կամ հնդկաձավար գուլպայի մեջ։ Տաքացնել թավայի վրա, դնել սինուսների վրա 15-20 րոպե։ Ուժեղացնում է արյան հոսքը, օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ։ Հիշում ենք, չի կարելի թարախային փուլում։ Երրորդ միջոց՝ կալանխոե կամ ալոե։ Կալանխոեն արագ մաքրում է ինտենսիվ փռշտոցով։ Ալոեն մեղրով մեղմ բուժում եւ լորձաթաղանթի վերականգնում։ Ինչպես համադրել։ Սկզբում տաք կոմպրես 15-20 րոպե, հետո սոդայով լվացում։ Եվ վերջում կաթիլներ, կալանխոե կամ ալոե։ Այս հերթականությամբ առավոտյան եւ երեկոյան։ Մի քանի օրից արդեն կզգաք մեծ տարբերություն։ Բայց պետք է ասել կարևոր բան։ Այս միջոցները հիանալի են սովորական մրսածության, սկսվող սինուսիտի, քրոնիկ փակվածության դեպքում, բայց կան իրավիճակներ, երբ պետք է գնալ բժշկի։ Եթե ջերմությունը բարձր է 38 աստիճանից եւ չի իջնում 2 օր, եթե կա ուժեղ գլխացավ, եթե կա ցավ աչքերի շրջանում կամ այտուց դեմքին, եթե քթից գալիս են արտազատումներ արյունով կամ շատ տհաճ հոտով, եթե մրսածությունը չի անցնում ավելի քան 2 շաբաթ, այդ դեպքում անպայման դիմեք բժշկի։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, արեք դա հենց հիմա։ Սեղմեք բաժանորդագրվել կոճակը եւ զանգի նշանը, որպեսզի չկորցնեք նոր տեսանյութերը։ Արխիվում դեռ շատ օգտակար նյութեր են՝ սրտի, հոտերի, մարսողության, քնի համար։ Բաժանորդագրվեք, չեք փոշմանի։ Եվ վերջինը։ Եթե տեսանյութը դիտեցիք մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում 1 բառ։ Առողջություն։ Պարզապես առողջություն։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Այդպես ես կիմանամ, որ աշխատել եմ ոչ զուր, որ այս տեսանյութը իսկապես օգնել է կենտրոնի մարդկանց։ Դա ինձ ուժ կտա նոր օգտակար տեսանյութեր նկարելու։ Սիրելի ընկերներ, այսքանով ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Ես բուժքույր Անահիտը անկեղծորեն մաղթում եմ ձեզ ամուր առողջություն։ Խնամեք ձեզ, մի թողեք, որ հիվանդությունները խորանան։ Եվ հիշեք, խնդիրների մեծ մասը կարելի է լուծել պարզ միջոցներով, եթե ժամանակին սկսեք։ Շնչեք ազատ։